Եթերում հեռանկարն է, այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է և իմ զրուցակիցը Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակով առաջադրված ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն է։ Շնորհակալություն պարոն Ղազինյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ինչպես նշեցինք, երկրորդ օրն է քարոզարշավի, ինչպես մեկնարկեց ձեզ մոտ, ինչպես է ընթանում։ Մեզ մոտ մեկնարկեց քարոզարշավը 3 առավոտյան ազգային ժողովի մոտից, ունեցանք իրազեկման երթ կենտրոնում և այսօր արդեն Սյունիքից ըստ ժամանակացույցի կլինենք բոլոր մարզերում, հնարավորինս շատ գյուղերում և կներկայացնենք մեր ծրագրերը։ Փառք Աստծո, լավ է ընթանում։ Ինչու հենց ազգային ժողովի մոտ դա խորհրդանշական է։ Այո։ Ինչու։ Վերադառնալու ենք խորհրդարան արդեն բացարձակ մեծամասնությամբ։ Ինչ ասելիքով է Ուժեղ Հայաստանը ներկայանում ընտրողներին և ձեր մրցակցային առավելությունը որն է։ Մրցակցային առավելությունը ըստ էության ամբողջությամբ այսպես քաղաքականության մեջ չլինելն է առաջին հերթին, ինչի համար, որովհետև մեր ժողովրդի մոտ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց կա փոփոխության զգացում և փոփոխության ցանկություն շատ մեծ։ Ըստ էության հոգնել են արդեն նույն դեմքերից, նախկին ներկայիս դիսկուրսից, չնայած մեզ էլ են փորձում մտցնել դրա մեջ, բայց անիմաստ և կարծում եմ, որ փոփոխություն է պետք։ Պետք է փոփոխություն իդեմս պարոն Կարապետյանի, ինչի համար, որովհետև հաջողած գործիչ է, գյուղում այսպես ծնված և իր ամբողջ կենսագրությունը չափազությունից հետո այսպես արտերկրում աշխատած, ստեղծած անձնավորություն է, որը ցույց է տվել, որ կարող է։ Հիմա այստեղ ընդամենը մնում է, այսպես ասած, ճակատների մեջ դիմադրել անտրամաբանական և սև, այսպես ասած, PR-ին, որը կարծում եմ ստացվում է։ Մենք դեռ կանդրադառնանք դրան, բայց քաղաքականությունն էլ իր կանոններն ունի։ Դուք ասում եք, որ քաղաքականության մեջ չլինելը առավելություն է այս դեպքում, մրցակցային առավելություն է, բայց պիտի մտնել քաղաքականություն, այդ դեպքում ինչ կանոն։ Բնականաբար, քաղաքականության մեջ չլինելը, ես նկատի ունեմ հայաստանյան քաղաքականության մեջ չլինելը։ Մեր թիմը շատ փորձառու և շատ լավ պատկերացնում ենք ինչ պետք է անել և ինչպես պետք է անել։ Եվ ասելիքը ընտրողներին որն է։ Եկեք բացենք ծրագրային կետերը, որոնք են ձեր։ Բազմաթիվ 5 տնտեսական մեր արդեն ներկայացրած ծրագրերը, անվտանգային ծրագրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ բոլոր սոցիալական շերտերի համար մեր ծրագրերը և թոշակառուների, և ուսուցիչների, և հաշվի առնելով, որ երևի թե ամենաշատը անվտանգային ծրագրերն է հետաքրքրում, մենք ներկայացրենք նաև մեր անվտանգային ծրագիրը, այդ 10,000 դրոնների արտադրությունը, որը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, բավականին նոր ծրագիր է և ամենակարևորը 100%-անոց իրականացվող։ Մենք երաշխավորում ենք, պարոն Կարապետյանը երաշխավորում է, որ ներկայացված ծրագրերը 100%-անոց իրականացվելու և այստեղ շատ կարևոր է, թե ով է երաշխավորում։ Երաշխավորում է մարդ, որը ունի այդ ամբողջ հնարավորությունը դա իրականացնելու։ Հիմա խոսեցիք ձեր առաջնորդի մասին, այս շրջանում բավական ակտիվ է իր ներկայությունը, խոսքով, ասուլիսներով, ընդհանուր առմամբ ինչպես է ազդում ընտրողի տրամադրությունների վրա և քարոզարշավի ընթացքում։ Շատ դրական իշխանությունների այս պահվածքը կապված ճակերտների մեջ արդարադատության հետ, այսինքն խափանման միջոցը փոխեցին որպես այդպիսին, այսինքն շփում բոլորի հետ, ինչպես երեք տեսակ անգամ հանրահավաք տեղ ունեցավ տան բակում, բայց տան, այսպես ասած, պարիսպներից դուրս չպետք է գա։ Հիմա տեսնելով այս շփումը, ըստ երևույթին ավելի են վախենում, որ ինչ կկատարվի, եթե պարոն Կարապետյանը շրջի փողոցներում, շրջի գյուղերում և շփվի մարդկանց հետ։ Շատ դրական եմ տեսնում, ընդհանրապես իմ անձնական կարծիքով իր շփումը այսպես լրատվամիջոցների մեջ մի այլ բան է, որը շատ լավ ստացվում է, բայց շատ այլ բան է, եթե ինքը այսպես շրջի հանրապետությունով մեկ իր անձնական շփումներում։
Հիմա դուք նշեցիք, որ կախված նրանից, թե ով է խոստումները տալիս եւ ով է իրականացնում, այլ մարդիկ դրան հավատում են։ Այդուհանդերձ այս տարիների ընթացքում մարդիկ բազմաթիվ խոստումներ են լսել, հատկապես նախընտրական շրջանում, ինչու պիտի վստահ լինի, միայն որ այդ մարդն է խոստանում, թե մեկ այլ ցուցիչ կա, որը թույլ է տալիս ասել, որ այս ծրագրերը իսկապես իրականանալի են։ Մի քանի ցուցիչ կա։ Նախ առաջինը մարդ է, որը երբևէ իր կյանքում չի տվել խոստում, որը չի կատարել։ Երկրորդը մարդ է, որը ունի բոլոր հնարավորությունները եւ միջազգային կապերի առումով եւ ֆինանսական բոլոր հնարավորությունները կատարածելու այս տված խոստումները։ Եվ երրորդ ամենակարևորը մարդ, որը 60 տարեկանում իր կոմֆորտ կյանքը թողած լծվել է Հայաստանի Հանրապետությունը կործանումից փրկելու։ Այս երեքը իրար հետ կարծում եմ շատ լուրջ հավատալու եւ շատ լուրջ հույս տնելու միջոցներ են, որով մարդիկ պետք է հավատան եւ հույս տնեն ու կարծում եմ այդպես է լինելու է։ Այս ընթացքում շատ է խոսվում խաղաղություն, պատերազմ, այդ երկընտրանքի մասին։ Դուք ինչպես եք մտածում, իսկապես այդ երկընտրանքի մեջ է։ Ինչպես մեր ղեկավարը նշել է, երկընտրանքի մեջ չէ որպես այդպեսին, այդպես փորձում են ներկայացնել իշխանությունները։ Մեր ղեկավարը շատ լավ նշել է. սեպտեմբերին չի լինի պատերազմ, որովհետև չի լինի Փաշինյանը։ Մենք խոստանում ենք երկարատև կայուն խաղաղություն եւ ամենակարևորը արժանապատիվ։ Եթե վերջին տարիներին եւ վերջին 2 տարվա ընթացքում սահմաններին չի եղել որևէ կրակոց եւ ըստ էության հանգիստ է, որն է այդ համոզմունքը, որ սեպտեմբերին կարող էր պատերազմ լինել եւ ահա դուք կարծում եք, որ չի լինի, որովհետեւ չի լինելու իշխանություն։ Նախ առաջինը մեր փոքրիկ խմբակի ղեկավարի եւ իր գործընկերոջ, այսպես ասած, եթե ոչ ղեկավարի, շեֆի խոսույթների մեջ մեծ տարբերություն կա, որովհետեւ ինչքան հիշում Ադրբեջանի ղեկավարը չէր նշում 2 տարի, դա առաջինը, երկրորդը դա իր խոսույթն է, որ եթե ես չլինեմ սեպտեմբերին պատերազմ կլինի, մենք հակադարձում ենք ընդհանրապես իրեն, որ հերթական անգամ խափում է ժողովրդին, հաշվի առնելով այսպես ժողովրդի անցած ճանապարհը, վախը, այս պատերազմական իրադարձությունների հետ կապված։ Եվ հիմնավոր կասկած ունեմ, որ այս իբրև թե խաղաղությունը դա պայմանավորված խաղաղություն է։ Այսինքն պայմանավորվել են, որ այնտեղից հանկարծ կրակոց չլինի, որպեսզի վարչապետը կարողանա այստեղ ներկայացնել իբրև իր ձեռքբերում։ Որպես այդպեսին խաղաղությունը լինում է պայմանագրով հաստատված խաղաղություն։ Իսկ մենք տեսնում ենք, որ անդադ նոր պահանջներ են առաջ մղվում Ադրբեջանի կողմից, որոնք իբրև թե այստեղ չեն ընդունում, հետո սկսում են կետ-կետ ընդունել եւ չի կարող լինել այդպիսի խաղաղություն, երբ որ դիմացինը ինչ պահանջում ստանում է, բնականաբար լինելու են նոր պահանջներ։ Այստեղ ընդհանրապես նախընտրական շրջանում խաղաղության իմիտացիա ստեղծելու հարց։ Մենք համոզված ենք, որ պետք է լինի մի քանի երաշխավոր, այստեղ մեր հակառակորդները կամ օպոնենտները նշում են, որ դա հնարավոր չի, իհարկե հնարավոր է, հաշվի առնելով այսօրվա հարաբերությունները միջազգային լուրջ գերտերությունների ու խաղացողների միջև մոտավորապես գոնե բանակցում են եւ տարբեր հարցերի շուրջ զրուցում են։ Ես հնարավոր համարում եմ, որ աշխարհի քաղաքական կենտրոններից գոնե 2-ը լինեն երաշխավոր ու պես էլ կլինի։ Ինչպես եք տեսնում տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերը։ Մենք արտաքին քաղաքականություն ընդհանրապես տեսնում ենք շատ այսպես բալանսավորված, որպես այդպեսին, չլինելով որևէ մեկի կցորդը եւ բնականաբար չունենալով թշնամիներ կամ հակառակորդներ առավել եւս տարածաշրջանում։ Բայց վերջին ժամանակներս տեսնում ենք, որ երկիր ունի ղեկավար, որը վստահելի չէ։ Ոչ ոք նրան չի վստահում, ես դες համոզված ասում եմ, եւ դա երևում է իրենց խոսույթից։ Որտեղից է համոզվում։ Դե որովհետեւ եթե մենք հասարակ այսպես մահկանացուներս նկատում ենք, որ գնում Ռուսաստան ուրիշ բան է ասում, գնում այնտեղ ուրիշ բան է ասում, ընդհանուր արդեն երևացող, ինչպես կարող են նրանք այդ ինֆորմացիաները չունենալ։ Մարդուն ուղիղ ասում են, ԵԱՏՄ-ից դուրս չգալով չես կարող Եվրամիություն գնալ եւ բերում այստեղ այսպիսի բեմադրություն են եվրոպացիները այսպես պատրաստում եւ հրավիրում են նաեւ ես ընդհանրապես դեմ չեմ, ես շատ կողմնակից եմ նաեւ Եվրամիությանը, բայց պետք է ճիշտ քաղաքականություն վարել։ Դու չպետք է գնաս մի կողմ անտեսելով մնացածին։ Քեզ պետք է ընդունեն որպես լուրջ գործընկեր։ Ես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանի պարագայում դա լինելու է։ Մենք չենք փնովում, մենք ոչ ռուսամետ ենք, ոչ արևմտամետ ենք, ոչ եվրոպամետ ենք, մենք հայամետ ենք։ Իսկ այստեղ կատարված իրադարձությունները
ոչ մի օգուտ չբերեցին Հայաստանին, թող բերեն մի օգուտ։ Քանի տարի արդեն 2.5 միլիարդ եվրո են տալիս մեզ։ Անընդհատ ամեն նախընտրական շրջանում այդ 2.5 միլիարդ եվրոն այսպես թմկահարում են, որ տալու ենք։ Բացարձակ որևիցե օգուտ չենք ունեցել մենք։ Մենք այս օրերին բազմաթիվ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ենք հյուրընկալում եւ գրեթե բոլորը հավասարակշռման մասին են խոսում, ինչպես դուք ասացիք, բալանսավորման քաղաքականություն։ Ձեր առաջարկած բալանսավորման քաղաքականությունը մյուսներից ինչով է տարբերվել։ Տարբերվում է մեր առաջնորդի ունեցած միջազգային կապերով եւ հնարավորություններով։ Այսինքն համոզված ենք, որ դա հնարավոր է։ Համոզված ենք, որ հնարավոր է, որովհետեւ Սամվել Կարապետյանը երբևէ միջազգային խաղացողների կամ իր հարաբերություններում ընդհանրապես որևէ մեկին չի խաբել։ Երբևէ չի ասել այն, ինչ որ չի կարող անել։ Եթե դուք նկատեցիք մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի անգամ շեշտեց, ես չեմ լինելու այն մարդը, որին մի քանի տարի հետո իմ ասածը ասեն, ես ասեմ, գիտեք, դե սենց եղավ կամ նենց եղավ։ Ինչ ասվում է 100%-անոց։ Եվ այդ ամեն ինչը 100%-անոց կատարվելու է, առանց հաշվարկի որևէ բան չի կատարվում։ Ցավոք սրտի առանց այսպես վատաբանելու քաղաքականության մեջ շատ հնարավոր են խոսքեր եւ խոստումներ, որոնք իրենք էլ իմանալով որ չի կատարվելու, բայց ամեն դեպքում դե նախընտրական շրջան է եւ այլ ինչպես իշխանությունների պարագայում բացահայտ է արդեն ամեն ինչ։ Ինչքան խոստում կար 21 թվականին տվեցին, բայց այսօր այդ խոստումներից անգամ խոստումների առարկան չկա, որ կարողանան խոստում տալ։ Մեր տված խոստումները երաշխավորում են, որ 100%-ով կատարվելու է։ Պարոն Ղազարյան, մինչև պաշտոնական ընտրարշավի մեկնարկը նաև դուք տարբեր մարզերում էիք լինում եւ խոսում էիք տարբեր մարդկանց հետ։ Որքանով են տեսանելի խնդիրները, որոնց լուծում են ուզում մարդիկ եւ ինչին են վերաբերում այդ խնդիրները։ Գրեթե բոլոր ոլորտներին, ու գրեթե չէ, բոլոր ոլորտներին։ Գիտեք, արդեն բոլորը շատ լավ հասկացել են ինչ է կատարում։ Տնտեսական, գյուղատնտեսության բոլոր ոլորտներին չկա մի ոլորտ, որտեղ խնդիր չլինի։ Չկա, ես համոզված ասում եմ, եթե կա տնտեսական աճ, ապա այդ տնտեսական աճը միայն իշխող խմբակի համար է։ Այլ տեղերում որևէ պարագայում մենք չենք տեսնում այդ տնտեսական, հասարակ ժողովուրդը չի տեսնում այդ տնտեսական աճը։ Եթե նախընտրական շրջանում վերցնում են 5 տարի առաջվա նախընտրական ծրագրից, որ այս 5 տարվա ընթացքում պետք է իրականացվի, օրինակ բժշկական ապահովագրությունը եւ այն իրականացնում են վերջին նախընտրական տարում մի քանի ամսում կամ թոշակների բարձրացումը։ Նորմալ չէ իմ կարծիքով եւ այստեղ պետական ինստիտուտների նամանավանդ անկախ ինստիտուտների ճիշտ գործելու դեպքում կլիներ համապատասխան արձագանք։ Եվ ամենակարևորը պետական պարտքի հաշվին վերցնեն թոշակ բարձրացնեն, վերցնեն նախընտրական իրենց վերարտադրվելու համար այս ամեն ինչ անեն համարում եմ շատ սխալ։ Եվ մեր ժողովուրդը պետք է շատ լավ հասկանա, որ դա իշխանությունը չի անում։ Այդ պարտքը իրենցն է։ Այդ պարտքը մեր բոլորինս է։ Մենք պետք է այդ պարտքը փակենք։ Իսկ իրենք վերցնում են պետական պարտքով նախընտրական շրջանում ինչ-որ բան են անում, իրենց այսպես վերագրելով, իբրև թե մենք դա արեցինք։ Բացարձակ պոպուլիզմ, խնդիրները շատ են, մենք գույքագրել ենք, շարունակում ենք դրանց լուծումների շուրջ բանակցությունները տարբեր ֆոնդերի, ինչպես հայտարարվեց, կհիշեք, որ ծայրահեղափոխությունը մենք հաղթահարելու ենք ֆոնդերի միջոցով եւ գործընկերների մասնակցությամբ, այսինքն մինիմալ բյուջեի բեռով մենք փորձելու ենք լուծել բոլոր խնդիրները։ Հիմա ձեզ լսող ընտրողները կասեն, մի քանի դետալ կարող եք ասել, այն ինչպես է, որպեսզի իրենց համար տեսանելի լինի ձեր առաջարկը ինչքանով է իրատեսական։ Ծայրահեղափոխության։ Այո։ Ծայրահեղափոխության հիմնադրամ է ստեղծելու, որտեղ մասնակցություն ունենալու միջազգային ֆոնդերը եւ պարոն Կարապետյանի գործընկերները, այսինքն բյուջեի վրա որպես այդպեսին ծանրաբեռնվածություն չի լինելու։ Ինչպես նաև այլ ծրագրերով փորձելու ենք մաքսիմալ բյուջեի ծանրաբեռնվածությունը պակասեցնել, զարգացնել туриզմը, որի արդյունքում չվերցնելով պետական պարտք, փորձենք եղած պետական պարտքը փակենք, որովհետև դա Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է։ Առողջապահության ոլորտում ինչպիսին են ծրագրերը, դուք մի քանի ծրագրերը ամբողջությամբ հրապարակված են, մենք կծանոթացնենք, մեծ է շատ ծրագիրը, այստեղ ժամանակն հնարավորություն չի տա, բայց բոլոր ոլորտներին առնչվող ծրագրեր են եւ երաշխավորված են մեր կուսակցության կողմից եւ մեր նախագահի կողմից։
Պարոն Ղազինյան, դուք էլ նոր մեղադրանքներ հնչեցրիք, ձեր ընդդիմախոսերն էլ ձեր հասցեին են հնչեցում, բայց ընդհանուր առմամբ քաղաքական մթնոլորտը որքանով է մնում քաղաքական բանավեճի սահմաններում։ Բացարձակ քաղաքական բանավեճ որպես այդպեսին չկա, աղմուկ է սա, որովհետև երբ որ բանավեճի ժամանակ, այսպես ասեմ, խոսում են առարկայական։ Մենք խոսում ենք փաստերով, մենք խոսում ենք առարկայական, մենք մեղադրանքներ չենք ներկայացնում, մենք փաստերը ուղղակի ներկայացնում ենք մեր ժողովրդին, որ ժողովուրդը հասկանա, որ խաբված է։ Իրենք խոսում են բացարձակ ընդամենը երկու այսպես խաղաքարտում են, նախկիններ կա, որը մեր հետ գոնե ամենայն դեպս կապ չունի, ես դա համարում եմ կեղծ օրակարգ, որով սնվում է իշխանությունը արդեն 8 տարի, իմջալոց բարեհաջող։ Եվ երկրորդը վախի մթնոլորտն է։ Հիմա մեր պարագայում երկուսն էլ չի աշխատում։ Իրենց այսպես նյարդայնանալը եւ այս առավոտից երեկո մեր ուժի հետ կապված վիդեոներ անելը, այդ խոսույթները անմակարդակի միջայլոց ներողություն արտահայտությանս, կարծում եմ ցույց է տալիս իրենց վախը։ Թող բերեն գետ մեկ օրինակ, որ մենք չփաստավորված բան ենք ասել, կամ էլ գետ մեկ օրինակ, որ իրենք ցանկացել են եւ իրականացրել են առարկայական բանավեճ։ Չկա այդպիսի բան։ Ընդհանրապես աղմուկ է։ Դե ասում են օրինակ 300,000 այդ աշխատատեղերը այդքան էլ իրատեսական չէ, այդ ինչ եք անելու այդքան, որ կարողանան։ 300,000 աշխատատեղը, եթե իրատեսական չէ որպես այսպես, թող ներկայացնեն փաստերով։ Գիտեք, երբ որ բերում են ասում են, եթե մարդը աշխատանք չի փնտրում, նշանակում է գործազուրկ չի, դա բացարձակ անգրագիտություն է։ Այսինքն իրենք հաշվում են աշխատանք փնտրողների քանակով։ Հիմա այս պարագայում մենք ներկայացնում ենք սխեման։ Ես տնտեսագետ չեմ մասնագիտությամբ, բայց գիտեմ եւ մենք շատ մանրամասն ներկայացնում ենք եւ այն մարդիկ, ովքեր ուզում են եւ այսպես ասած լավ են տրամադրված, որպեսզի լինի 300,000 աշխատատեղ, իհարկե հասկանում են։ Հիմա իրենք չեն հասկանում, որովհետեւ իրենք չեն ցանկանում լսել։ Բնականաբար բոլոր ծրագրերը, որոնք մենք ներկայացնում ենք, շատ մանրակրկիտ ուսումնասիրված են եւ դրա իրականացման բոլոր ճանապարհները արդեն կան եւ նաեւ միջոցները։ Նախընտրական շրջանում արդեն իսկ դաշինք կազմեցիք։ Հետընտրական շրջանում ինչպիսի ուժերի հետ եք պատրաստ դաշինքներ կազմել կամ մեկ այլ փոխգործակցություն ունենալ, 19-ն են այս պահին, որոնք մասնակցում են։ Երբ որ մենք ասում ենք, որ որևէ գործողություն, որևէ բանակցություն ժողովրդից թաքուն չի արվում, ինչի են այդ ուժը կոնկրետ աղմկում, որովհետև իրենք ամբողջությամբ անում են ժողովրդի թիկունքում։ Մենք հայտարարում ենք, ինչպես մեր ղեկավարն էլ հայտարարեց, որևէ բանակցություն, որևէ ուժի հետ չի տարվում։ Մենք սոցիոլոգիական հարցումները հաշվի առնելով, իշխանությունների հոգեխանգարմունքը հաշվի առնելով համոզված ենք, որ մեծամասնություն են կազմելու ազգային ժողովում։ Այդ պարագայում ինչ-որ մեկ այդ բանակցել անմտություն է։ Եվ երկրորդը, պետք է ժողովրդի ընտրությունը լինի, հասկանանք, տեսնենք ովքեր են ազգային ժողովում, եթե դրա կարիքը լինի, ես կարծում եմ չի լինելու դրա կարիքը, այդ ժամանակ նոր պետք է անդրադառնալ այդ խնդրին։ Նորից գալիս ենք այդ նույն իշխանության տարածած նարատիվներին, ըստ որոնց մենք բանակցությունների մեջ ենք, մենք ինչ-որ մեկին բերելու ենք իշխանության եւ այլն, բացարձակ սուտ։ Ոչ մի հիմնավորում, մենք ազնիվ ասում ենք սխեման, ինչպես ենք պատկերացնում Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը, իրենք տարածում են, չէ, ինչ-որ մեկին ձայնը տալու են։ Բացարձակ չկա այդպիսի բան եւ չի կարող լինել։ Նկատի ունեի գաղափարական առումով ում հետ էիք պատրաստ, ես սա նկատի ունեի։ Ես չեմ ցանկանում այս բային անուններ տալ, մեր նպատակը մեկն է՝ ազատվել այս չարիքի իշխանությունից, որովհետև այս իշխանությունների մնալու պարագայում, ինչպես հիշում եք, 3 էլ ասվեց, մենք արդեն Սյունիքի խնդիր ենք ունենալու։ Շնորհակալություն, պարոն Ղազինյան, ես հիշեցնեմ, իմ զրուցակիցը Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակով առաջադրված ազգային ժողովի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանն էր։